Բուն բարեկենդանն այս տարի հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշեց մարտի 2-ին։ Տոնը խորհրդանշում է Եդեմական դրախտում մարդու ապրած օրերը, որից նա զրկվեց, երբ գայթակղությամբ համտեսեց արգելված պտուղը։ Մայր խորանը, որն այդ եդեմական կյանքի եւ Աստծո արքայության խորհրդանիշն է, բուն բարեկենդանին վարագուրված է լինում, պատարագները մատուցվում են վարագույրից այն կողմ։ Բուն բարեկենդանին հաջորդող օրվանից սկսվում եւ Սուրբ Հարության տոնով ավարտվում է մեծ պահքը։ Պահքի օրերը խորհրդանշում են Քրիստոսի ծոմապահությամբ եւ ապաշխարությամբ անցկացրած օրերը, երբ մկրտությունից հետո նա սատանայի կողմից անապատ կանչվեց եւ 40 օր փորձության ենթարկվեց։ Աստծո հետ հանդիպման պատրաստություն է պահոց շրջանը, ասում է Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Պատրաստությունը դա մեր մարդկային նկարագրի պահպանությունն է։ Իսկ եթե շեղվել ենք, նաև վերականգնելը։ Գայթակղությունները եղել են եւ լինելու են մեր կյանքում։ Կարևորը դա հաղթահարելու մեջ է։ Իսկ հաղթահարելու համար հարկավոր է Աստծո ձեռքը երբեք բաց չթողնել։ Այդ անտեսանելի ձեռքը ուժեղ մեր պահապան ձեռքն է։ Լսել նրա խոսքը, որ ավետարանի միջոցով է գալիս, հետևել նրա երկրային կյանքին, որ ցույց տվեց մեզ, առաքյալների պատգամներին։ Կարծում եմ եւ վստահ եմ, մենք ունենք բավարար պաշար հետևելու մեր Տիրոջը եւ չշեղվելու։ Մեծ պահքի շրջանում քրիստոնյաները հրաժարվում են կենթանական ծագման կերակուրից, սակայն առանց հոգևոր պահեցողության, միտքը եւ սիրտը մաքրելու ջանքի, պարզապես սննդային սահմանափակման ջանքը ապաշխարության չի մղի։ Հոգևոր հայրերը խորհուրդ են տալիս այս շրջանում հատկապես շատ աղոթել, Սուրբ Գիրք ընթերցել, հոգևոր խոկման եւ ինքնաքննության մեջ լինել։ Հիմա Բաքի ադեն է տեսակը ինչպես կսենք հոգեական սկացումներ, ուրիշի չվնասել, իրարու սիրել, գրոնքդ բահել, հայրենիքդ սիրել, ասի է ես իմ կողմից, պարզ ձևով կրնամ բացատրել։ Այս անգամ որոշել է ամուսինս պահել, դրա համար ենք եկել, մասնակցում ենք։ Կարծում եմ դժվար չի լինի։ Միայն հավատքով եթե մոտենամ, յուրաքանչյուր մարդ կստացվի, կարծում եմ։ Հոգևոր մաքրությունն ավելի կարևոր, պարտադիր չի հենց սնունդը պահել, բամբասկոտությունը, չարախոսությունը, ամեն բան ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ավելի լավ է դա իր ներսից հանի, քան միայն սնունդով ուղղակի ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Կա բաներ, որպեսզի կուզեի որ չանենք, բայց ցավոք սրտի մեր դառնությունները Արցախում բոլոր ժողովրդի դառնությունները տեսնելով չեն կարողանում, հույսը վերջինն է, իսկ Աստված մեզ ոչ մի անգամ չի թողնի հուսալքվենք։ Նաթան arczepiskopos Հովանիսյանը Սուրբ Էջմիածնի մայր խորանից մանրամասնորեն մեկնաբանեց բուն բարեկենդանի եւ մեծ պահքի հոգևոր իմաստը։ Սրբազան հայրը խորհուրդ տվեց խուսափել ժողովրդի մեջ տարածված այն թյուր սովորությունից, թե բուն բարեկենդանը քրիստոնյաները պետք է անցկացնեն առատ սեղանների շուրջը, քանի որ հաջորդիվ պահեցողության երկար ընթացքն է սկսվում։ Քրիստոսահիմն պատվիրաններին հետևելու հոգու խնջույքի տոն է այսօրը, հիշեցրեց Սրբազան հայրը։ Մեկնաբանելով մեծ պահքի 6 կիրակիները՝ բուն բարեկենդան, արտաքսման, անառակի, տնտեսի, դատավորի եւ գալստյան, որոնք այլաբանորեն պատմում են աշխարհի արարչագործության միջև Փրկչի երկրորդ գալստյան մասին, Նաթան Սրբազանը մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը։ Գնացեք աշխարհ խաղաղության։ Ժրացեք ու զորացեք։ Ամեն ժամ աղոթքի կանգ, անդադար բարին փորձեք, մխիթարեք տկարներին, օգնական եղեք հիվանդներին, հանկարծ մեկը չարին չարով չպատասխան, այլ ծառայեցեք Տիրոջ ուրախությամբ։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։